Երբևէ տեսել եք ակերով զարթուցիչ, չեք տեսել, արդեն տեսակ։ Ծանոթացեք, մեր այսօրվա առաջին պրոդուկտը ձենդ կտրի։ Մեր այսօրվա առաջին պրոդուկտներ։ Այս զարթուցիչը դեռ սկիզբն էր, այսօրվա սարքավորումները գնալով էլ ավելի են քեզ ապշեցնելու։ Այո, ես գնել եմ աշխարհի ամենատարօրինակ եւ հազվադեպ սարքավորումները, որոնց գոյությանը դժվար է հավատալ։ Օրինակ, այս ռոբոտ շունը, որը չափազանց խելացի է։ Բանան, որն իրականում հեռախոս է։ Աշխարհի ամենափոքր տեսախցիկը իրական էլեկտրաշոկ, որը երգում է։ Պրոդուկտները գնալով ավելի տարօրինակ են դառնալու։ Այնպես որ տեսանյութը դիտիր մինչև վերջ։ Ալո, Լիանա ջան, զանգել էի մեր տուն հրավիրեի։ Սիրտը սարա։ Հարցակվի Ռաֆոյի վրա, հարցակվի։ Լսում ա, չեմ հավատում։ Վրես մի արա։ Գիժ ես դու։ Վախում եմ։ Եվ մեր այսօրվա հաջորդ տարօրինակ սարքավորումը փոքրիկ մանրադիտակ։ Եկեք բացենք։ Եվ էկրանը։ Եկեք մի հատ տերևը պոկենք եւ մանրադիտակով տեսնենք, թե ինչ տեսք ունի մոտիկից ծառի տերևը։ Գնացինք։ Օրո։ Սա շարժելով բռնում ենք ֆոկուսը եւ խնդրում եմ միած տեղ նայեք։ Սա տերևն է ժողովուրդ մոտիկից։ Իմ առջև գտնվում են տարբեր պրոդուկտներ, որոնք այժմ մենք մանրադիտակով կտեսնենք, թե մոտիկից ինչ տեսք ունեն։ Գնացինք։ Բանան։ Սա բանանն է մոտիկից։ Հերթը մանգոինն է։ Ոնց որ մեղր լինի մոտիկից։ Ինչքան շերտեր ունի։ Ելակը շատ հետաքրքիր է լինելու։ Գնացինք։ Աստված իմ, խնդրում եմ միած տեղ նայեք։ Էս ինչ հրաշք է։ Կարծես ձմերուկի կուտ լինի։ Շատ սիրուն է ու շատ զարմանալի։ Երբեք չի մտածի, որ իմ սիրելի միրգը այս տեսքը կունենար մոտիկից։ Հերթը հապալասինն է։ Ինչպես տեսնում եք, սա մեջտեղից կիսած հապալասն է։ Մի հատ խնդրում եմ կորիզը նայեք։ Ոնց որ ոզնի լինի կորիզը։ Ուղղակի ապշելու է, խնդրում եմ այս տեսքը նայեք։ Եկեք մի հատ էլ չկտրածը տեսնենք ինչ տեսք ունի։ Գնացինք մոտիկաս։ Ինչ տարօրինակ է մոտիկից, կարծես աչք լինի։ Հենց հիմա մեկնաբանությունների բաժնում գուշակիր, թե ինչ միրգ է սա։ Տեսնենք ով ճիշտ կկռահի։ Օրես ինչ սիրուն է։ Գնա գրիր մեկնաբանությունը, սպասում եմ։ Աստված իմ։ Եթե մեկնաբանություններում գրել ես, որ խաղողն է, ապա շնորհավորում եմ, դու ճիշտ էիր։ Օրո։ Հավեսա։ Հին հեռախոս, որը միանում է նոր հեռախոսին, որի միջոցով էլ կարող ես անել հեռախոսը զանգել։ Եվ Սա միանում է նոր հեռախոսին եւ կարող ես զանգեր կատարել։ Տեսնենք աշխատում է նորմալ։ Գնում է զանգը։ Օրես ինչ է լավ է լսվում։ Լյան, ինչ կա ոնց ես։ Լսում ես ձենս նորմալ։ Իսկ ոնց է լսվում, ոնց որ հին հեռախոսից լսվի ձենս թե չէ։ Ասում ոնց որ ջրի տակից խոսաս։ Հələ մեկ խոսաս, ուզում եմ ձենը ձայնագրեմ։ Այսօր սպասվում են տեղումներով եղանակ։ Վանաձորում այսօր անձրև է գալու, Երևանում այսօր լինելու է փոթորիկ, Սևանում կսպասվեն առատ տեղումներով եղանակ։ Մի հատ պասի տամ Ռաֆոին, ուզում եմ քեզ բան ասի։ Ալո, Լիանա ջան, զանգել էի մեր տուն հրավիրեի։ Ասում եմ, այսօր չէ, վաղը։ Ասում ես iPhone 1-ով եք զանգել։ Չէ, 11-ով։ Лав, Лиана, ну ладно, пока не хочется, пока да. Да, отбой. Будь здоров. Ուղղակի իդեալական էր այս հեռախոսը, ես այն 10-ից 10 միանշանակ կգնահատեմ, բայց դուք պետք է տեսնեք մեր հաջորդ ավելի տարօրինակ հեռախոսը, որը վստահ եմ քեզ ապշեցնելու է։ Պատրաստեք, խնդրում եմ ստեղ նայեք։ Բանանի տեսքով հեռախոս։ Խնդրեմ Bluetooth-ը գտավ բանանաֆոն։ Արդեն միացել եմ բանանաֆոնին, եկեք էլի անենք հեռախոսազանգ։ Մամ, ինչով եմ հիմա քեզ զանգել քո կարծիքով։ Ինչով ես ինձ զանգել, այսինքն ինչ է նշանակում, հեռախոսով։ Չէ, հեռախոսով չեմ զանգել, հələ մտածի։ Ռինգով դրան։ Չէ, մրգով եմ զանգել, ինչ մրգով եմ զանգել։ Մրգով։ Զարմանալի է, չէ։ Մրգով դեսել եմ բանի մասն իվանա, ուրեմն կամ տանձա կամ դթումով։ Հələ ավելի լավ մտածի, մամ։ Բանան։ Բանան։ Այո, դու ճիշտ ես, ես հիմա քո հետ բանանով եմ խոսում։ Գիտես ինչի, որտեղ հեռախոսի տեսք ունի։ Այո, որտեղ հեռախոսի տեսք ունի։ Ապրես իմ ինտելեկտուալ մայրիկ։ Հպարտ եմ։ Ուզում ես զանգեմ տենաս։ Տեսնում ես։ Պատկերացնում ես, սա հեռախոս է, ու սրանով էի նոր քեզ զանգել։ Ես մտածեցի տես տապակն իվան, բայց հետո որ հեռախոսի հետ ասոցացրեցի, բանանը դե։ Բանանը նման է հեռախոսի, ճիշտ է։ Լավ կխոսենք, հաջողություն։ Ցտեսություն։ Ես ապշած եմ, որ բանանը առանց լար այդենց լավ աշխատեց։ Բառեր չունեմ։ 10-ից 10 միանշանակ։ Մեր հաջորդ սարքը փոքրիկ պրինտեր, որը անմիջապես կարողանում է տպել քո հեռախոսի նկարները։ Եկեք փորձենք։
Մեր փոքրիկ պրինտերը արդեն իմ ձեռքերում է։ Ռաֆարի իրար հետ նկարվենք ու տպենք։ Պրինտերը կադրում է, մենք կադրում ենք, cheese, ժպտում ենք, գնացինք։ Սեղմում եմ պրինտ, տեսնենք տպում է թե չէ։ Ահա։ Օրա, նայ, դուրս է գալի նկարը։ Օրա, չեմ հավատում։ Օրա մենք ենք։ Դզեց։ Օրա, հավատես չի գալի, խնդրում եմ ստեղ նայեք։ Այս փոքրիկ պրինտերը ուղակի հրաշքներ է գործում։ Այս ամենը տևեց ընդամենը 1 րոպե։ Եվ երկրորդ նկարն է տպվում։ Օրա, դզեց։ Մեր պրինտերը հենց որ տպեց YouTube-ի ոսկե կոճակը։ Եվ այն ունենալու համար պետք է բաժանորդագրվես։ 1 միլիոնին բան չի մնացել։ Մենք շուտով դառնում ենք առաջին անհատական հայկական YouTube-յան ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Սեղմիր այս նշանին, որպեսզի բաց չթողնես հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Պրոդուկտը միանշանակ կգնահատեմ 10-ից 10։ Շարժվում ենք առաջ։ Մեր այսօրվա հաջորդ սարքավորումը նույնիսկ անվանում չունի։ Չգիտեմ սրան ոնց են ասում, բայց վստահ եմ, որ YouTube-ում կամ TikTok-ում տեսել եք այն կայծերով երաժշտությունը, որ վրան տարբեր բաներ են դնում։ Մի խոսքով շատ տարօրինակ բան է։ Եկեք բացենք, տեսնենք ինչ է իրենից ներկայացնում։ Օրես ինչ տեսք ունի։ Պատրաստ ես։ Միացնում եմ։ Օրա տոկ է տալի։ Գիտեք չէ, կարամ հենց հիմա այս Bluetooth-ով կպնեմ, երգ դնեմ ու ինքը սկսի երգել։ Սիրտը սարա։ Այ, տոկ տվեց։ Սենց ես անում տոկ է տալի ձեռքիդ։ Ու ասում եմ, որ երգի ընթացքում ցանկացած միրգ, որ խրում ես այս սուր բանի մեջ, սկսվում է մրգից ձայնը լսվել։ Արի փորձենք։ Օրա! Նայ։ Լիմոնի մեջից է, նայ։ Հենց նոր այս սուր բանն էր ձգած վրան, ես կփոխեմ ու կդնեմ այս մեկը։ Տեսնենք այս անգամ ինչ կկատարվի։ Հիմա թուլացրեցի, հիմա ուժեղացնում եմ։ Օրա։ Ներսում այսպես թիթեղյա լարեր կար ու ինստրուկցիայի մեջ գրած է, որ կարաս օրինակ այս թիթեղյա լարով սրտի կանես։ Եկեք մի հատ փորձենք։ Անջատի լույսերը ռաֆ։ Հեսա մեռնելու ենք ստե։ Ներսում նաև այսպես լույս էր գտնվում, որը առաջարկում եմ կպցնենք սրան, ասում եմ, որ երգ ես դնում, լույսը սկսում է վառվել։ Գնաց, միացրել եմ։ Տեսնենք լույս կտա թե չէ։ Արա նայ, լամպիշկին լույս է տալի։ Օրա։ Ժողովուրդ, պատկերացնում եք ինչ ուժեղ հոսանք է, որ նույնիսկ լամպը վառվում է։ Լուրջ ասում չեմ հավատում, որ սա օրինական է վաճառելը։ Միամիտ մատս կպավ նենց տոկ տվեց, որ էլ ասելու չի։ Ընդհանուր պրոդուկտը կգնահատեմ 10-ից 8, բայց տարօրինակությունը 10-ից 10։ Ահա որ տարօրինակ էր իսկապես։ Շարժվում ենք առաջ։ Գիտեմ սարքավորում չի, բայց նախատեսված է սարքավորման համար։ Տարօրինակ հեռախոսի պատյաններ։ Այ ինչ հոտ էր գալի։ Խնդրում եմ ստեղ նայեք, կարտոֆիլի տեսքով պատյան, փորձում ենք։ Օրա, խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Չկա ավելի անհարմար պատյան, քան այս կարտոֆիլի տեսքով հեռախոսի պատյանը։ Հաջորդ պատյանը ծաղրածուի տեսքով է։ Մի հատ ստեղ նայեք։ Իմ վերջին վիդեոների թեմատիկայով։ Այս մեկը շատ լավն է։ Արա հավես է։ Տարօրինակության աստիճանը 10-ից 8, շարժվում ենք առաջ։ Մեր հաջորդ երկու տարօրինակ սարքերը կոպեկի համար նախատեսված կասեր են, բայց սովորական չեն։ Դուք պետք է տեսնեք, թե ինչ տեսք ունեն այս կասերը։ Որ պատվիրել ենք, աշկիս օգտագործած են ուղարկել։ Լավ, ինչև է։ Այժմ ժամանակն է կոպեկները կերակրելու մեր կասին։ Դնում ես կոպեկը այսպես բերանի մեջ եւ նա սկսում է ուտել քո կոպեկը։ Երբ փոքր էի, մոտավորապես 10-11 տարեկան, ուրիշ բլոգերների մոտ սա շատ էի տեսել ու միշտ ասում էի տեսնես կգա մի օր, որ իմ ձեռքերում էս կասից կհայտնվի ու եկավ այս օրը։ Ահա։ Տարօրինակության աստիճանը 10-ից 10 միանշանակ։ Մեր հաջորդ տարօրինակ կոպեկի կասը այս տեսքը ունի։ Երևի մտածում ես սրա ինչն է, չէ՞ տարօրինակ։ Հիմա կտեսնես։ Ուրեմն կոպեկը դնում ենք այստեղ։ Ահա։ Դավայ, դե վերցրա։ Օրա։ Օրա, ես ինչ լավներ, մի հատ էլ ենք փորձում։ Դնում ենք այստեղ կոպեկը, սեղմում ենք։ Ահա։ Օրա, 10-ից 10, ես ինչ լավներ։ Արիլը մի քանի հատ կոպեկով փորձենք։ 50 դրամանոց, 10 դրամանոց եւ 20 դրամանոց վերցրա։ Ահա։ Փողերս կերար, անուշ լինի։ Դիմավորեք ռոբոտ շուն։ Աստված իմ, խնդրում եմ մի հատ այս տեսարանը նայեք։ Դուք չեք պատկերացնի ինչքան եմ օնլայն տեսել այս ռոբոտ շների վիդեոներից ու հիմա չեմ հավատում, որ իմ ձեռքերում պահում եմ իրական ռոբոտ շուն։ Եկեք բացենք, տեսնենք թե ինչ է իրենից ներկայացնում։ Եվ օրա, ռաֆ անկեղծ վախում եմ միացնելուց։ Գնացինք։ Օրա։
Չեմ հավատում, նույնիսկ աչքեր ունի ստեղ, կամերայով տեսնում է։ Թաթդ դու, թաթդ։ Հարցակվի Ռաֆոյի վրա, հարցակվի։ Մենք ես պուպուշ պայի, պուպուշ։ Օպրես, լսում է։ Չեմ հավատում։ Ես ինչա։ Հələ հետ գնա, հետ։ Միած ժիմ արա, այո, ապրես։ Մեր ռոբոտ-շանը հնարավոր է հեռախոսի միջոցով ծրագրել, այսինքն իրեն սովորեցնել, որ նստի, գնա ջուր խմի, վազի, պարի։ Մի խոսքով ոնց հասկանում եք իրական շան պես խելացի։ Առաջարկում եմ տեսնենք, թե ինչեր է կարողանում անել մեր ռոբոտը։ Ուրեմն, մի հատ պարի։ Մեր ռոբոտը ունի տարբեր տեսակի պարեր, ինչպես տեսնում եք։ Հələ մյուսը պարի։ Ապրես։ Շատ խնդալու է։ Տենում եք ինչ դա սիրակված ռոբոտ է։ Կարի քեզ ջուր տամ, խմի։ Ջուր ա խմում։ Արի հիմա էլ քեզ տամ։ Ոսկոր կուզես։ Կեր, ոսկորդ կեր։ Հիմա էլ ոսկոր ա ուտում։ Ինչ։ Ասում է չիշիկ ունեմ, Ռաֆ։ Դու չիշիկ էլ ես անում, ուզում եմ հասկանամ։ Լավ արա, ինչ ասեմ։ Վրես մի արա։ Գիժես դու։ Ապշելու է այս ամեն ինչ, ուղղակի ապշելու։ Գրածա կունգֆու, դու կունգֆու էլ ես կարում անես։ Տեսնենք։ Ինչ անում։ Ֆի։ Բարվին բերեմ։ Չէ։ Որ ասում ես չէ, ուրեմն կվեմ։ Որ տենաս ինչ ռեակցիա տալու։ Արի գնանք տեսում հետեմ քեզ ծանոթացնում։ Դու նոր ընկեր ունես, ինտելեկտուալ շունիկ, նայ, փոխում է։ Այ Բարբի, մի գնա, խնդրում եմ արի։ Ծանոթացի, քո նոր ընկեր ռոբոտ շունն է, Բարբի։ Ինքը չի կծում, նա ինչ խելոք է, տես։ Նա արդեն խելոք նայում է։ Հələ գնա։ Փոխավ։ Խի վախացրիր, կարամ իմանամ։ Մեր ռոբոտ-շանը ես կգնահատեմ 10-ից 8։ Ինչի 10-ից 10 չէ, որովհետև նորմալ իրական շներ պայեք։ Այս ինչա որ արտադրում են, ուզում եմ հասկանամ։ Ու գիտեք, չէ՞ որ մի քիչ երկար պայում իրան նորմալ սովորացնեմ իմ առօրյային, սովորական շան պես կսկսի ապրել։ Ահավոր է, ուղղակի ահավոր։ Շարժվում ենք առաջ։ Մեր հաջորդ պրոդուկտի համար մեզ համակարգիչ է հարկավոր։ Հիմա կասեք ինչի համար։ Ես ձեզ կասեմ, որ երբ ներվայնացած եք լինում համակարգիչը օգտագործելուց, մարդիկ ստեղծել են մեծ entry կնոպ կամ ուզում եմ հասկանամ սա ստեղծողը ինչ է մտածել, բայց հիմա կփորձենք կարող է իսկապես հավեսը։ Միացնում ենք։ Գնացինք, փորձում ենք։ Եկեք Google-ում գրենք Կարո Այրումյան եւ ընդհանրապես այս կոճակին սեղմելու փոխարեն ես ներվայնացած եմ եւ ես կսեղմեմ այս կոճակին։ Օր աշխատեց։ Չեմ հավատում։ Արի ուրիշ բան գրենք Queen Mary Nav։ Օրո դզեց, օրես ինչ հավես է։ Ահա որ տարօրինակ է, բայց ես հավանեցի ու այս պրոդուկտին կտամ 10-ից 10 միանշանակ։ Մեր հաջորդ տարօրինակ սարքավորումը խելացի ականջ մաքրելու սարք։ Այո, մեր հաջորդ սարքավորումը շատ տարօրինակ է, քանի որ այն մտցնում ես ականջիդ մեջ եւ տեսախցիկով կարողանում ես տեսնել, թե ականջիդ մեջ ինչքան կեղտ է հավաքվել։ Քո ականջի մեջ ենք նայելու։ Քո ականջի մեջ ենք նայելու։ Քո ականջի մեջ ենք նայելու։ Այ երկուսինս նայենք, տենանք ումն ավելի մաքուր։ Արի, համի մնայենք, համ քոնը։ Okay, առաջինը իմն ենք անելու։ Համենայնիվս իմն ենք առաջինը անելու։ Այժմ դու տեսնում ես Ռաֆոին, այո, վրան կա տեսախցիկ, սա ես եմ։ Եվ այժմ դուք կտեսեք, թե ոնց է այս սարքը մտնում իմ ականջի մեջ։ Վայ, օրո։ Կեղտոտ չի ականջս վաբշե։ Եկեք հիմա մյուս ականջը տեսնենք։ Մտնում ականջի մեջ։ Ահա, նորմալ է։ Օրես ինչ հավես պրոդուկտ է ու շատ տարօրինակ։ Փորձես Ռաֆ։ Բրանդ մեջ ես տենում։ Լուրջ։ Արի մարդկանց ասենք էլի, որ այս գլխիկը փոխել ենք ժողովրդի ականջի մցրած գլխիկը չի մցնում բերանի մեջ։ Այս վրա ռեզինը ելնում է փոխել էլի։ Ո՞նց մտցնում է։ Էնա, ականջիդ մեջն է։ Այստեղ բան չեմ տեսնում ես, խնդիր չեմ տեսնում։ Մի քիչ երևի ամալիկին կտանք, ու այստեղ է խնդիրը։ Մալիկի մոտ։ Մի հատ էս մեկն է նայ, ոչ ից հավանում, մի հատ նայում է։ Աշխարհի ամենափոքր բլենդերը։ Խնդրում եմ մի հատ չափսերը նայեք։ Ու ասում եմ, որ սա իսկապես աշխատում է։ Եկեք բացենք ու փորձենք։ Բլենդերի տակի հատվածը դուրս եկավ։ Հիմա հանում ենք սա։ Օրո։ Նայեք։ Ուրեմն սա դնում ենք այ սենց։ Եկեք փորձենք միացնել։ Գնացինք։ Օրո աշխատում է։ Դզեց, մի վարքյան։ Ուրեմն ես այստեղ ունեմ կաթ, ունեմ հապալաս եւ ելակ։ Առաջարկում եմ միասին սմուդի սարքենք։ Առաջին լցնում ենք հապալասները, այնուհետև ավելացնում ենք ելակը եւ ամենավերջում սմուդի համար ավելացնում ենք կաթ։ Այսինքն փակում ենք 3, 2, 1։ Ահա, օրո աշխատում է։ Դավայ, դավայ։
Արի ճզմենք իբր ինքնիրան եղավ, հա։ Իբր էսի այնքան լավն է, որ ինքնիրան սարքեց սմուդին։ Ճզմենք։ Արի, տանակուր է։ Ասես լավ, սախ կտրում ենք, ճզմում ենք։ Էսա ինչ լավ սմուդի եղավ։ Ապշելու է, էլի, էսես փոքր սարքավորումը ոնց է սենց ընտիր սմուդի սարքում։ Օրը դզեց ինքնիրան։ Այո։ Կատակը մի կողմ ամեն ինչ շատ լավ աշխատում է, ուղղակի դանակների փոխարեն պլաստմասից է ամեն ինչը։ Օրո, հոտ քաշի, սմուդի հոտ է։ Փոքրիկ բլենդերը կգնահատեմ 10-ից 7։ Իսկ թվում է վատ չի։ 10-ից 7-ն է մեղ։ Արա ի՞նչն է մեղ։ 10-ից 10 արենք, նայ, պոջոտ բլենդերը։ Լավ, 10-ից 10 թող լինի։ Շարժվում ենք առաջ։ Մինչ կբացեմ հաջորդ սարքավորումը, մի շատ կարևոր բան։ Ընդամենը 54000 մարդուց է կախված։ Հայկական YouTube-ում պատմություն կգրվի, թե ոչ։ Շատ մեծ է հավանականությունը, որ դու այդ 54,000-ի մեջ ես գտնվում։ Ընդամենը 54,000 հոգի է մնացել, որ բաժանորդագրվի ալիքին, եւ մենք միասին վերջապես ռեկորդ ենք սահմանում հայկական YouTube-ի պատմության մեջ եւ դառնում ենք առաջին անհատական հայալեզու ալիքը, որ կունենանք YouTube-ի ոսկե կոճակը 1 միլիոն բաժանորդը հատելով։ Այնպես որ ժամանակ մի կորցրու բաժանորդագրվիր ու դարձիր պատմության մի մասը։ Բացում ենք։ Չեմ հավատում։ Tesla-ի Cybertruck-ի տեսքով դինամիկ։ 1-ին 1 նույն Tesla-ի փոքր տարբերակն է։ Եկեք միացնենք հələ։ Օրո, ինչ լավն է ձենը։ Այստեղ առանձին էկրան կա, որի վրա Tesla-ն ճանապարհ է գնում։ Էս ինչ սիրուն է։ Ես քո գրքում սիրել եմ։ Էս ինչ լավն է։ Որանտիր է լսվում։ Ես կհիշեմ քո խոսքերը ու բարի խորհուրդները ուսուցիչ իմ թանկագին։ Չմոռանաք անպայման այս վիդեոից հետո գնաք ու լսեք իմ նոր վերջին զանգի մասին երգը ու անպայման երգի մեկտամակցությունների բաժնում գրեք, որ եկել եք այս վիդեոից։ Տեսնենք քանի հոգի կգնա ու կլսի այս վիդեոից հետո։ Պրոդուկտը կգնահատեմ 10-ից 10։ Շարժվում ենք առաջ։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենափոքր լվացքի մեքենան։ Դու ճիշտ լսեցիր, սրա մեջ գտնվում է ամենափոքր լվացքի մեքենան, որը մենք հիմա կօգտագործենք կեղտոտ շորերը լվանալով։ Նախ բացում ենք, ավելացնում ենք կեղտոտ նասկիները այստեղ, տրուսիկը նույնպես։ Եվ ավելացնում ենք ջուր ներսում։ Այժմ փակում ենք եւ կարող ենք միացնել։ Գնացինք։ Օրո, դնենք 15 րոպե։ Ժողովուրդ ապշած եմ։ Լուրջ այս չափի լվացքի մեքենա գոյություն ունի եւ սա նախատեսված է ճամփորդելու համար։ Այսինքն եթե դու ճամփորդում ես, գնում ես ուրիշ երկրներ ու կարիք ունես շորերդ լվանալու, ապա կարող ես այս փոքր լվացքի մեքենան դնել ճամպրուկիդ մեջ ու հետը տանել ուր ուզում ես։ Ու ամենահավես փաստը այն է, որ այս լվացքի մեքենան անլար է։ Իսկապես դա երևի ամենազարմանալի փաստն է։ Անլար ու սենց լավ աշխատում է։ Փոքրիկ լվացքի մեքենան միանշանակ կստանա 10-ից 10, շարժվում ենք առաջ։ Մեր այսօրվա հաջորդ պրոդուկտը ակնոցներ են հատուկ ծույլ մարդկանց համար։ Բացում ենք։ Ահա մեր ակնոցները, ինչպես տեսնում եք, շատ տարօրինակ տեսք ունի, բայց հիմա կբացատրեմ թե ինչի։ Ակնոցները նախատեսված է հատուկ պարկած օգտագործման համար։ Իսկ թե ինչի, քանի որ մարդկանց մեծամասնությունը ալարում է հեռախոսը այսպես վերև պահած օգտագործել պարկած ժամանակ, քանի որ կամ ձեռքն է օգնում կամ հեռախոսը այսպես ընկնում է դեմքին։ Դրա համար մարդիկ ստեղծել են այս ակնոցը, որի համար էլ հեռախոսը այսպես վերև պետք չի պահել։ Ակնոցի առջևում գտնվում են հայլիներ, որոնց շնորհիվ կարող ես օգտվել հեռախոսիցդ սովորական պարկած դիրքով։ Այս ինչ հավես է։ Սովորական տենում եմ, գիտես, չէ։ Այս ինչ հարմար է, չեք պատկերացնի, աշկերտս վերև է նայում, բայց ներսի հայրիների շնորհիվ ես տեսնում եմ, թե հեռախոսի մեջ ինչա կատարվում։ Հատուկ ծույլ մարդկանց համար տեսնում եք, ինչ ասես կհնարեն։ Պրոդուկտը կգնահատեմ 10-ից 9։ Շարժվում ենք առաջ։ Ռաֆ, դու ծույլ մարդ ես, Ռաֆ։ Այդ հանի էդի նորմալ նայի։ Շատ հավես է, սենց։ Կարաս վերցնես քեզ այդ ակնոցները։ Մեն լրիվ տենում ես։ Վերև ես նայում, բայց այս հայլու շնորհիվ դու տեսնում ես, թե հեռախոսի մեջ ինչա կատարվում։ Հատուկ ծույլ մարդկանց համար։ Թույլիկը դու ես թույլիկ։ Դու ես ծույլիկը։ Դու ես թույլիկ, ես թույլիկ։ Ես կնվիրեմ քեզ, Ռաֆ, գնա տունը վայելի։ Վերցրա։ Մեր հաջորդ տարօրինակ սարքավորումը աշխարհի ամենափոքրիկ տեսախցիկը։ Ժողովուրդ, սա աշխատում է։ Միացնում ենք մեր փոքրիկ տեսախցիկը։ Օ, միացավ։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Օր ինչի լավ է նկարում։ Այո։ Հենց հիմա ես կմիացնեմ սրա վիդեոն։ Ռաֆ, դու նկարվում ես, բարևի, սենց արա։ Ուզում եմ դուք գնահատեք այս պրոդուկտը։ Հենց հիմա ես նկարում եմ այդ փոքրիկ տեսախցիկով։ Իջիր ու մեկտավանությունների բաժնում 1-ից 10 բալային համակարգով գնահատիր այս փոքրիկ տեսախցիկը։ Իրա չափի համար ոնց է նկարում։ Իսկ հիմա գնահատիր տեսախցիկի ձայնը։ Ալո, ոնց եք լսում ինձ։ Ոնց է ձայնը լսվում։ Հələ մի բան է դու ասա։ Ալո, ոնց եք լսում, ոնց է ձայնը լսվում։
Իսկ ո՞մ բավականին լավն է։ Վիդեոն առաջարկում եմ մի քիչ շարունակենք սրանով նկարել։ Ձեզ ցանկանում եմ ցույց տալ մեր տան բակը, ուրեմն սա մեր լողավազանն է։ Ինչպես կարող եք տեսնել, այն հատվածում մենք ունենք բացօթյա խոհանոց, որը ձեզ ցանկանում եմ այժմ ցույց տալ։ Այստեղ ես սիրում եմ պատրաստել բուրգերներ։ Սրանք խորովածի շամփուրներն են, որով հայրիկս մեզ համար խորոված է պատրաստում։ Այստեղ ունենք սառնարան, որը այժմ դատարկ է, քանի որ չենք օգտագործում այս սեզոնին, Քանի որ փող չունենք։ Քանի որ այս սեզոնին չենք օգտագործում այս սառնարանները։ Սա մեր հաջորդ սառնարանն է, որը նույնպես դատարկ էր։ Եվ նա հայրիկն է։ Եվ այո, հայրիկս է տուն վերադառնում։ Ողջույն հայրիկ։ Ինչպե՞ս ես։ Մենք այս բանին փորձարկում ենք աշխարհի ամենափոքր տեսախցիկը։ Նայ, նկարում է, վիդեո է նկարում։ Լիշ լավ է նկարում, հələ վերջն է։ Համ ֆոտո է նկարում, համ վիդեո է նկարում։ Ասա։ Ինչքան կգնահատես։ Բայց դուք եք այս պրոդուկտը գնահատող, այնպես որ հենց հիմա մեկնաբանություններում գրիր, թե 10-ից ինչքան ես գնահատում այս տեսախցիկը։ Շարժվում ենք առաջ։ Մեր այսօրվա հաջորդ տարօրինակ պրոդուկտը AirPods էր Coca-Cola-ի տեսքով։ Հələ ստեղ նայեք։ Սրանք անլար ականջակալներն են, իսկ սրա մեջ էլ դրվում են ականջակալները։ Եկեք մի հատ փորձենք դնել սրա մեջ։ Ահա որ կրեատիվ է, օրո դզեց։ Իսկ մարդկոս էլ լիցքավորվում է այնտեղից, որտեղից մենք խմում ենք։ Սա բացում ենք եւ խնդրեմ։ Փորձարկում ենք։ Ահեն, լսվում է ժողովուրդ։ Այո, մի քիչ անորակ է լսվում, բայց կրեատիվությունը ամեն ինչ արժի։ Իմ նոր վերջին զանգի երգն եմ լսում։ Նոր երգի հղումը թողնում եմ նկարագրությունների բաժնում, իսկ այս պրոդուկտին կգնահատեմ 10-ից 6։ Ինչու 10-ից 6, քանի որ մի քիչ անորակ էր, բայց ահա որ կրեատիվ։ Շարժվում ենք առաջ։ Գոռացող թթու վարունգ։ Ես էլ էի ապշե, որ իմացա գոռացող թթու վարունգ կա։ Ես իսկապես չգիտեմ ինչ է սա, ու առաջարկում եմ միասին պարզենք, թե ինչ է սա։ Որը չեմ հավատում։ Եկեք սեղմենք այստեղ։ Շատ խնդալի է։ Շատ լավն է, լուրջ։ Որա սա ոնց կարա 10-ից 10 չստանա, մի հատ էլ երգի մեր համար վարունգ։ Բամբարի, օյ։ Սա երգելու ոչ է։ Դու քո ոճի մեջ մնա։ Ես իմ ոճի մեջ կերգեմ, այո։ Շարժվում ենք առաջ։ Այս պրոդուկտին ահա որ շատ էի սպասել։ Հատուկ մեր սող սարք նախատեսված ձեռքերի համար։ Վաու, եկեք բացենք։ Եվ ինչ տեսք ունի ձեռքի մերսման սարքը։ Ձեռքը մտցնում է սենց։ Իսկ ինչ հավես է։ Համ աջ ձեռքի համար է աշխատում, համ էլ ձախ։ Եկեք փորձենք։ Միացնում ենք։ Վախ։ Օրա, ինչ հավես է։ Օրա, այստեղ նույնիսկ նայեք, կարողանում ես տաքություն միացնել, համ տաքացնում է, համ սեղմում է ձեռքդ։ Օհ, ես ինչ ուժեղ է սեղմում, նենց հավես է, չեք պատկերացնի։ Վախ, միանշանակ 10-ից 10 եմ գնահատվում, չի էլ քննարկվում։ Օրա, օհ, խորը ես ինչ հավես է։ Ես ինչ ուժեղ է Ռաֆը սեղմում, փորձես մի հատ։ Ներվերս գնաց։ Իա, վատ նարը։ Եզությունը։ Ասենք շատ լավն է։ Դին էստես սպասես երբ հավ մինչև վերջ շանց պինց սխմելու, դրա համար ներվային անցնողը ու ներվերս գնա։ Դու ինչքան ես գնահատում։ 10-ից 4։ Արախի, ասենք 10-ից 10 է։ Իմ համար 10-ից 4։ Շնորհակալություն։ Բարբին իմ ձեռքերում է, դա նշանակում է, որ մեր հաջորդ պրոդուկտը Բարբիի համար է։ Բայց կատու է նկարած վրան։ Քո կարծիքով ես չեմ տեսել, որ կատու է նկարած վրան։ Իսկապես իմ համար էլ է զարմանալի, թե ինչի է կատու վրան նկարված, քանի որ երբ պատվի մեր պրոդուկտի վրա նշված էր, որ Շան համար է։ Սա խելացի խաղալիք է, որը շարժվում է։ Եկեք միացնենք, տեսնենք Բարբիի ռեակցիան ոնց կլինի։ Բարբի, Վախում ես։ Բարբի, արի։ Մտավ ընդեղ։ Վախում ես։ Խի մտարդ է։ Վախում ես։ Քո համար խաղալիք է շարժվող։ Նայ, պատվիրելուց նշված էր, որ շների համար է, բայց Բարբին ահա որ վախում է։ Նայ, Բարբի։ Հələ հանգստացի։ Խելացի խաղալիք է։ Գնա։ Շնորհակալություն, պրոդուկտը գնահատում եմ 10-ից 1։ Ես ինչ արագասիրտ աշխատում կներես, կյանքս չի ուզում։ Անխատ ասում էի վախում, չի ուզում։ Լուրջ չի ուզում քեզ վախացնի։ Օ, հանգիստ ես արդեն, հա։ Սա սիրտը հանգստացավ։ Էլ չի աշխատում, նայ փչացավ։ 10-ից 1 կգնահատեմ սա, քանի որ Բորբիս վախեցավ։ 10-ից 10, որտեվ դու ուրախացար։ Այո, բայց 10-ից 10, որտեվ ես ահա որ ուրախ ես խաղալիքից։ Շարժվում ենք առաջ։ Հսկայական անլար ականջակալ։ Օրես ինչ է։ Խնդրում եմ մի հատ տեսք նայեք, 1-ին 1 նույն ականջակալն է, ուղղակի ահա որ հսկայական։ Փորձում եմ մտցնեմ ականջիս մեջ։ Փորձարկում ենք, գնացինք։ Աշխարհի ամենաբարձր ականջակալն է։ Այ, վա։
Տարօրինակության աստիճանը 10-ից 10, շարժվում ենք առաջ։ Տաքացվող պաղպաղակի գտալ։ Ասում են, որ սա միացնես գլուխը տաքանում է եւ պաղպաղակն ավելի հեշտ է լինում հանել։ Եկեք փորձենք։ Միացնում ենք։ Դեռ չի տաքացել։ Օ, նայ, սովորական ժամանակ չի տաքանում։ Հենց սխմած ես պահում, մի վայրկյանում տաքանում է։ Օրո։ Փորձենք սառած պաղպաղակը հանել։ Օրո։ Խնդրում եմ միած տեղ նայեք, ես ինչ ընտիր հանեց։ Պրոդուկտը կգնահատեմ 10-ից 8, շարժվում ենք առաջ։ Եվ մեր այսօրվա վերջին տարօրինակ սարքավորումը տոկ տվող կարտոֆիլ։ Բացենք։ Անկեղծ որ ասեմ, վախենում եմ այս կարտոֆիլից, որովհետև խնդրում եմ ստեղ նայեք, քանի հատ տոկ տվող մաս ունի։ Սա խաղ է, որը խաղում ես ընկերներիդ հետ։ Իրար ձեռքի ձեռ է գցում կարտոֆիլ եւ ում բախտը չբերես, կարտոֆիլը հենց իրեն տոկ է տալու։ Խաղանք ռավ։ Պատրաստ ես հոսանքը արվելուն։ Գնացինք։ Երկի սկսեց։ Վախում եմ։ Տոկ տվեց։ Ռաֆոն պարտվեց, ցավոտ է։ Բախեցա։ Արա ձերս էս ինչ եղավ։ Այս կլոր հետքը տեսնում եք, փաստորեն վտանգավոր այս կլոր բանը հետք թողեց Ռաֆոյի ձեռքին։ Միանշանակ էլ չենք խաղում, այս պրոդուկտը ես կգնահատեմ 10-ից 2։ 10-ից 1 չէ, որտեվ հավես էր խաղալը, բայց շատ վտանգավոր բան է։ Ապուշություն էլի, ասենք, էս ինչ է։ Այսօրվա պրոդուկտներն այսքանն էին, հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։